Խաղաղություն, ինչի համար, որ խաղաղությունն է, որ տնտեսությունը զարգացնենք, չէ՞։ Վահագն ջան, հիմա համասում ես խաղաղություն տնտեսության զարգացնելու այն գլխավոր զարգերակն է ուզում ես փագես։ Ինչով է զարգացնել տնտեսությունը։ Պարոն Մանուկյան, մի փոքր ոնց որ մեր մոտ ազգային սպորտաձև չլինի, եթե աշխարհում կա որևէ դժբախտություն, մենք անպայման պետք է դա բերենք մեր գլխին, այսինքն ոնց որ թե չենք սիրում բաց թողնել։ Եվ հիմա էլ, երբ աշխարհը գերլարված է, Ռուսաստանը, գիտեք, ես կարծում եմ, եթե այս վիճակը չլիներ Ռուսաստանի շուրջ պատերազմական իրավիճակ չլիներ, գուցե քննադատությունը իրենք հանգիստ տանեին։ Բայց հիմա երբ որ իրենք լարված են, ճշտամական միջավայրում են իրենց զգում, ինչու անել այդ քայլերը, ինչու դրթել Ռուսաստանին, որ չգիտեմ, Հայաստանի դեմ քայլեր անի, դա ինչ օգուտ է իրենց տալու, լավ, իշխանություն են, չէ՞, ի վերջո այս պահին կոնե մինչև հունիսի 7-ը իշխանություն են։ Հետևանքներն իրենք են կրելու։ Դուք այստեղ բացատրություն տեսնում եք իրենց վարքագծում։ Իրենք մի քանի թեզեր են զարգացրել հայ հասարակության մեջ, եւ այդ թեզերից մեկը այդ հակառուսական քաղաքականությունն է։ Տարբեր հարցումներով Հայաստանում մոտ 30-35% չափ հակառուսական տրամադրվածություններ կան, իսկ մի փոքր ավելի քիչ, ինչ որ 10 քանի տոկոսի չափ մոտավորապես կա, այտենց որ Ռուսաստանի ռուսներին համարում են թշնամի։ Դա այդ լրիվ adekvatությունից դուրս է, այսինքն թշնամի բառ հասկացողությունը պատկերացնում եք, այդքանով հանդերձ իրանք համարում են Ռուսաստանի թշնամի։ Ու այդ դրանք գլխավոր այդ գեներատորը գեներացիա այդ ամեն ինչը գեներացվել է այս իշխանության եւ իրենց այդ հարիշխանական այդ որոշակի կուսակցություններ կան, բոլորիս հայտնի եւ որոշակի անհատներ կան, որոնց ճակատին վազող տողով գրված է այլ երկրի գործակալ, այդ ամեն ինչը իրանք են գեներացրել։ Այսինքն եւ այդքանով հանդերձ հիմա իրանք այդ թեզերը առաջ են տանում, որտեղ դրանով են կարող միավորեն որոշակի ժողովրդին։ Այսինքն ժողովրդին, որպեսզի մնաս իշխանության, որպեսզի որոշակի ազդեցություն ունես, դու ինչ որ մարդկանց կարողանաս միավորես։ Նորմալ մարդիկ դրանք միավորում են ազգային գաղափարախոսության շուրջ, պետական կարևորագույն մտքերի, ինչ որ ծրագրերի շուրջ մարդիկ։ Իսկ այս մարդիկ քանի որ չունեն այդ ամեն ինչը եւ իսկ ազգայինի հետ կապված ընդհանրապես ինչ կա իրանք խեղաթյուրել են եւ արդեն նույնիսկ դրա կարևորությունն են, ասենք, ոնց որ իրենց թեզերում երկրորդային, երրորդային տեղ դնում։ Դրա համար ստիպված, ասենք, sense հակառուսական ինչ որ մտքեր են առաջացրել, դրա շուրջ էլ մարդկանց համախմբում։ Իսկ մարդիկ կան ուղղակի նստած իրենց տունը կրկնում են ինչ որ տարբերվելու մի ձև առանց հասկանալ, առանց մտածել, այդ դեմոկրատիա ասածը իհարկե պատմությունը այդ հայտնի խոսքա չէ, ավելի լավ ինչ որ մի հատ համակարգ չի ստեղծել, բայց այնուամենայնիվ դեմոկրատիան սոցցանցերը բերել են նրան, որ այն մարդիկ, որ իրենք չունեն ոչ ինֆորմացիան աստիճան, ոչ այդ կրթական ցենզուրը, իրենց խոսքը սլա հասարակության մեջ հասանելի լիներ։ Իսկ երբ որ այդ մարդիկ նաև անգարց դրանց մի մասը դառնում են իշխանություն, հասկանալ կարան ծնվեն sense հակապետական, մեր պետությանը վտանգող բազմաթիվ թեզեր, որ դրանց ամենագլխավոր այդ հակառուսական այդ ինչ որ մի հատ sense մտքեր, թեզեր եւ մի հատ գաղափարներ են առաջացել եւ դրանք դեպի ու զարգացնում են օր-օրի ավելի առաջանում, որը իհարկե մեր երկրի համար հաստատ կարաբերի շատ տենց մեծ բառեր չասեմ, բայց կարող բերի շատ լուրջ խնդիրների